Զրուցում ենք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ։ Պարոն Կոչուբաև, այսօր առավոտից իշխանականները եւ մերձիշխանական տարբեր ներկայացուցիչներ քննարկում եւ քննադատում են Թուրքիայի դրոշի այրումը։ Խնդրեմ որպես փաստաբան մեկնաբանեք ինչ է իրենից ենթադրում դրոշի այրումը եւ իսկապես հանցանք կա այդ քայլի մեջ։ Տեսեք առհասարակ քրեական օրենսգիրքը բացասաբար է վերաբերում խորհրդանիշները անարգելուն, հրապարական դրոշի այրումը կարող է որակվել որպես անարգանք, բայց մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպիսի դրոշի մասին է տվյալ պարագայում խոսքը գնում եւ արդյոք սա վանդալիզմի դրսեւորում է, թե բողոքի ակցիա է։ Հիմա եթե սա լիներ այլընտրանքային մեկ այլ օր եւ բացառապես այդ նպատակ հետապնդել այլ ժողովրդին անարգելը, գուցե եւ այստեղ տեղին լիներ այդ քննադատությունները, սակայն հայոց մեծ ցեղասպանության օրը թուրք-ադրբեջանական այսպես տանդեմին, ովքեր մեծ հաշվով, այսպես պատասխանատու էին հայոց ցեղասպանության համար, սա չի կարող դիտարկվել որպես խորհրդանիշները անարգել, որովհետև սա բողոքի ձայն է եւ սա ընդունված միջազգային չափորոշիչներ են, որ այրվում են տվյալ պարագայում դրոշները, ում դեմ բողոքի ձայնն է ուղղված, այսինքն բողոքը պետք է ստակ տարանջատել վանդալիզմի դրսևորումներից, իսկ այն ինչը որ ես տեսել եմ եւ իշխանականները որակում են որպես դեմ անարգանք, դա իրականում բողոքի ձայն է եւ Եղեռնի օրը կարելի է մի փոքր էլ թուրք ազգին վիրավորել, այսպես ճակերտավոր ասած։ Իսկ ինչով է պայմանավորված հայ ազգի ներկայացուցիչների այդ մի մասի քննադատությունը։ Բացառապես թուրք-ադրբեջանական եւ այդ խաղաղություն կոնցեպտի համատեքստում բնականաբար խիստ այսպես յուղոտ ճակերտների մեջ խաղաղության օրակարգ կոչված է, որովհետեւ այդ ռետորաբանությունը ընթանում է, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, դա հայկական շահի, հայկական օրակարգի հետ որևէ առնչություն ունենալ բնականաբար չի կարող եւ սրանից կարող է դժգոհել բացառապես այն մարդը, ով կամ ծառայում է թուրք-ադրբեջանական իշխանությանը կամ առնվազն ինչ որ գծերով փոխկապակցված է երկրների հետ, ծառայում է այդ երկրներին, իրենց շահն է սպասարկում եւ նմանատիպ այլ դրսեւորումներ, այսինքն այստեղ ես կարծում եմ չպետք է տրամաբանություն փնտրել, որովհետեւ մեր իշխանությունը արդեն իսկ իր վարքագծը հստակ ցույց է տալիս, որ ինքը պրո-ադրբեջան թուրքական քաղաքականության կրող է հանդիսում։